Բարև ձեզ, այսօրվա փետրվարի 28-ի իմ ամբյոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ աշխարհը եւ գոլֆի դաշտը։ Բայց նախքան թեմային հասնելը, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք բաժանորդագրված են կամ նոր բաժանորդագրվեցին արդեն եւ նայում են հաղորդումներս, ապա շարունակեք դնել լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասեմ բույնյութին եւ այսպես վերնագիրը աշխարհը եւ գոլֆի դաշտը։ Բանն այն է, որ այսօր ես մտադրություն չունեի եթե դուրս գալ, բայց որոշեցի անպայման դուրս գալ, մանավանդ որովհետեւ առավոտյան թերթելով լուրերի լրահոսը պարզ դարձավ, որ այնուամենայնիվ հակառակ իմ երեկվա արտահայտած այն հույսին, թե այնուամենայնիվ կգտնվեն Թրումփի եւ Իսրայելի կառավարամետ շրջանակներում ստապ մարդիկ, որոնք որ ցույց չեն տա, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները գնան արկածախնդրության Իրանի հարցում, այնուամենայնիվ դա տեղի չունեցավ, լավատեսությունս այնքան էլ արդարացված դուրս չեկավ եւ առավոտից Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ են հասցնում Իրանին։ Ամենևին միտք չունեմ պաշտպանել Իրանի ռեժիմին, որովհետև Իրանի ռեժիմը ռեժիմ, բայց դա Իրանի ժողովրդի ներքին հարցն է։ Եվ որևէ դրսի միջամտություն այդ ռեժիմը փոխելու կամ չփոխելու համար անընդունելի է որևէ երկրի հարցում այլ երկրների միջամտությունը այդ երկրի որևէ երկրի ներքին գործերին անթույլատրելի է։ Մանավանդ որ նաև այսպես առիթը այն է, որ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Լավ, հասկացանք։ Բայց բարում են բանակցություններ, մինչև վերջին պահը։ Եվ այստեղ որ գալիս է այն ֆորմուլը, որ բանակցությունները ունեն 3 այսպես կոչված բանաձև, հա։ Բանակցություններ հարցը լուծելու համար, բանակցություններ ժամանակ շահելու համար եւ բանակցություններ դրանք տապալելու համար։ Փաստորեն ստացվեց, որ Իրան-ամերիկյան բանակցությունները, որոնք տեղի են ունենում մինչև վերջին պահը, բանակցություններ էին դրանք տապալելու համար։ Այդպես է ստացվում։ Դե ում կողմից պարզ է, որովհետեւ ով հասցրեց հարվածը։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ Նոբելյան խաղաղության մրցանակի համար այսպես սևեռված ազնվորությունը Սպիտակ տան ձվածև աշխատասենյակում առայժմ նստող Լեռնակակուլը աշխարհը պատկերացնում է իր համար որպես ոնց որ գոլֆի դաշտ եւ գնդակը մականով որտեղ ուզի, որ ուղղությամբ ուզի կխփի հարվածի։ Եվ իրոք նա այդպես է մտածում, որովհետեւ պաշտոնական այս հայտարարությունների ժամանակ էլ այդ բեյսբոլի կեպին գլխին դրած հիմա էլ արդեն միայն USA ԱՄՆ մակագրությամբ ինչ հայտել MAGA Make America Great Again մակագրությամբ դասական կոստյում հագած, այդ անճաշակ փողկապը մինչև գոտկատեղից ցած բաց թողած, պիջակը չկոշկած, բայց այդ բեյսբոլի գլխարկը սպիտակ գլխին ինչ ասես։ Բայց այնուամենայնիվ կա նաև գուցե այս հարվածները այլ նպատակել են հետապնդում, ոչ թե նրանք այսպես կոչված
սրտապատառ էին, այսպես որ Իրանը միջուկային զենք չտիրապետի, միջուկային այդ ուրան չհարստացնի եւ այլն, բայց նաեւ նպատակ ունեին այս հարվածներով շեղել իրենց երկրների, նկատի ունեմ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության ուշադրությունը որոշակի հարցերից ներքին։ Բանի նկատի ունեմ, որ Նաթանյահուն, իդեպ ոչ թե Նեթանյահու, այլ Նաթանյահու, որտեղ իր հրեական Նաթան անունն է, ոչ թե Նեթան է, այլ Նաթան, ուրեմն հետեւաբար Նաթանյահու, անգլիացիք որ Նեթանյահու են գրում, դա իրենց գործն է։ Ուզում եմ ասել, որ Նաթան անունն է, հրեական Նաթան անուն։ Բայց Նաթանյահուն լուրջ խնդիրներ ունի ներքին երկրի ու ներսում դժգոհությունների եւ նույնիսկ դատական process-ների առջեւ կանգնած եւ այս իրանական վտանգը, այս Իրանի պատասխան հարվածներն էլ Իսրայելին, բնականաբար բնակչությանը կշեղեն այդ խնդիրներից։ Ու նաեւ բնակչության, հասարակության ուշադրությունը շեղելու շատ որոշակի պատճառ ունի դեղնակակուլը Սպիտակ տան, որովհետև այսպես կոչված հրապարակված այդ Էփշտեյնի այդ դոսիեի նկատի ունենալով, որտեղ որ բազմիցս քիչ է ասած, այդ դոսիեում հիշատակվում է Սպիտակ տան ներկայիս ղեկավարի անունը։ Եվ այդ օղակը գնալով սեղմում էր եւ պետք է ինչ-որ հատեն մի ժամանակ էր գալու, որ պետք է հստակ պատասխան տար այդ դոսիեների վերաբերյալ եւ այս առիթով այս հարվածներ Իրանին կշեղեն ուշադրությունը։ Սա էլ չի բան։ Գուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց դատելով այդ եղածից կարելի ենթադրել, որ նաեւ սրանք այս պատճառն էլ կար, որ շեղվի ուշադրություն։ Մի խոսքով մի դեպքում Իսրայելում այս ներքին խնդիրների պատճառով այդ արկածախնդրությունը, մյուս կողմից էլ Միացյալ Նահանգներում այս ներքին զարգացումների պատկերի վրա Իրանին հարվածելու այս պատճառով առաջացած լարվածությունը, որ հետո ասեմ դրա ժամանակը չի, տեսեք ինչ է կատարվում։ Իդեպ այս համատեքստին շատ հետաքրքիր էր, երեք համացանցում նկատեցի մի արձագանք այդ դեղնակակուլի այս բեյսբոլի կեպի առնչությամբ, որին արձագանքել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարության մի ներկայացուցիչ տիկին, դիմելով դեղնակակուլին, ասելով, որ պարոն, իսկ գիտեք, որ այն կեպին, որ գրած է Make America Great Again, ասենք դարձնենք Ամերիկան նորից հզոր, այդ կեպին արտադրված է Չինաստանում։ Այսպիսի բաներ։ Բանն այն է, այնուամենայնիվ, որ դեղնակակուլը աշխարհը եւ քաղաքականությունը պատկերացնում է իբրև գոլֆի դաշտ, մականել իր ձեռքին, այդ գնդակնել գազոնին։ Լարվածություն, ծանր անկախատեսելի հետևանքներով, ձեռնբորոշ առումով նաև ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև շեղելով աշխարհի ուշադրությունը արդեն այս տարածաշրջանի վրա, մի խոսքով ինքը դառնում է ավելի ձերբազատվում է այն, չնայած չէր կաշկանդվում, բայց այնուամենայնիվ ուշադրությունից ձերբազատվում Ուկրաինայում սանձազերծած պատերազմի պատկերի վրա։ Մնում է միայն հուսալ, որ Իրանի դեմ հարվածները չեն երկարի,
Կարծում եմ, որ այնուամենայնիվ օտար զորք Իրան չի մտնի, ամերիկյան զորք Իրան չի մտնի, որովհետև դա կլինի նրա գերեզմանը։ Բայց հարվածներ կլինեն եւ փոխադարձ հարվածներ Իրանն էլ հնարավորինս չափով հարվածներ հասցնել թե Իսրայելին, թե նաեւ չի բացառում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, որոնք տեղակայված են տարածաշրջանում։ Մնում է միայն ապավինել Աստծուն, հուսալ, որ այս կոնֆլիկտը շուտ կմարի, կվերջանա, կդադարի, այլապես տարածաշրջանը կարող է ընկղմվել քաոսի մեջ։ Այսօր այսքան է, եւ քաոսի մեջ, որի գլխավոր մեղավորները կլինեն Իսրայելի արկածախնդիրները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ MAGA համքարությունը, MAGA հապավումն է Make America Great Again, հապավումն է, որի այդ մակագրությամբ կեպին գլխին դրած ֆրֆռում է դեղնակակուն։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, շարունակեք դնել լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն։ Կհանդիպենք, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։